Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ սա շատ լավ առիթ է նախ Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության բոլոր ներկայացուցիչներին մեր երախտագիտությունը հայտնելու, Հայաստանում նրանց իրականացվող առաքելության վերաբերյալ, իհարկե սրա մասին խոսելու առիթներ նախկինում ևս ունեցել ենք, բայց սա էլ առիթ է շեշտելու, որ մենք շնորհակալ ենք այդ մարդկանց, նրանց ընտանիքներին, նրանց ժողովուրդներին, նրանց կառավարություններին այդ կարևոր որոշումը Հայաստանի համար կայացնելու համար եւ արդեն տևական ժամանակ այդ ծառայությունը Հայաստանին մատուցելու համար եւ ինչպես արդեն գործընկերս շեշտեց, կարևոր է նաեւ որպեսզի Հայաստանը լինի նման առաքելությունների ոչ միայն սպառող, այլև որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից նման առաքելություններին նաև նպաստող։ Եվ ահա այս շրջանակային համաձայնագիրը ոչ թե որևէ կոնկրետ առաքելության արդեն իսկ կազմավորված Հայաստանի մասնակցության շուրջ պարտավորություն վերցնելու մասին է, այլ մի շրջանակային փաստաթուղթ է, որը հիմքերը ստեղծում է, որպեսզի նման ապագա համագործակցությունը առավել հեշտ կայանա։ Եվ կրկին անգամ շեշտենք, որ երբ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը տեղակայվել է Հայաստանում, Եվրոպական միությունը այսպիսի շրջանակային փաստաթուղթ ունեցել է, համաձայնագիր ունեցել է տասնյակից ավել երկրների հետ, եւ այդ տասնյակից ավել երկրներից միայն Կանադան է ցանկություն հայտնել մասնակցելու, ստացել է հրավերը, ընդունել է այդ հրավերը եւ այսօր նաեւ Կանադան է մասնակցում այդ առաքելությանը։ Այսինքն մյուս երկրները, որոնք այսպիսի շրջանակային փաստաթուղթ ունեն, եւ դրանք թե Եվրոպայում գտնվող երկրներ են, ինչպիսին է Շվեյցարիան օրինակ, թե Եվրոպայից դուրս, ինչպիսին է օրինակ Հարավային Կորեան, Ավստրալիան, Կանադան նույն, այդ երկրների ցանկում կան երկրներ, որոնք չեն հայտնել նման ցանկություն լինելու Հայաստանում եւ Հայաստանում չեն եւ Եվրոպական միության եւ այդ երկրների հարաբերությունները չեն փչացել եւ առհասարակ աշխարհը չի փլուզվել այդ հանգամանքի բերումով։